Քաղաքական առևտրականները կգան ու կգնան։ Ընտրությունից ընտրություն կառնեն ձեր ձայները, հոգիները, ուղեղները։ Իսկ մենք կմնանք։ Ես ու իմ թիմը կմնանք, ինչպես միշտ, ընդդիմադիր, արմատական, սկզբունքային, չծախվող, ձեր շահերը պաշտպանող։ Մենք կանք ու անկախ ամեն ինչից, ինչ ուզում լինի, շարունակելու ենք պայքարել, շարունակելու ենք թեժացնել պայքարը, հավաքել ավելի շատ ու ավելի մեծ թվով մարդկանց։ Մեր ծրագրերը իրականացվելու են, մեր նպատակները իրագործվելու են, իշխանափոխությունը տեղի է ունենալու, իսկ պետական դավաճանները ու առանձնապես խոշոր չափի պետական թալանողները ենթարկվելու են մահապատժի։ Անկախ նրանից ոնց կզարգանան իրադարձությունները, միացեք մեր պայքարին, որովհետև մենք կանք ու շարունակում ենք, չենք տալիս դադար ու չենք հայտնվում ընտրությունից ընտրություն։ Ունենք սկզբունք ու մեզ չի ստացվում կոտրել։ Ու մի բան էլ, Նիկոլ, ես գալու եմ քո հետևից։ Մենք գալու ենք քո հետևից։ Միացեք սոցիալական ցանցերում մեր էջերին ու մեր ալիքներին։ Դրանք միշտ մնալու են։ Նախընտրական քարոզարշավը կավարտվի, իսկ մեր ալիքները մնալու են։ Ճշմարտությունը, արդարությունը, դառը, դաժան, բայց իսկական իրականությունը անընդհատ լսելու եք։ Միացեք մեր գործողություններին։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Պայքարը դեռ նոր է սկսվում։ Ու հիշեք կարևորը, երբեք չհանձնվել։ Երբեք չհանձնվել։ Ինչ ուզում լինի ընտրությունների արդյունքում, ժողովուրդը իրականացնելու է իշխանափոխություն։ Ու մեկ էլ, մենք ձեն փոշիացնող չենք։ Մենք ձեն փոշիացնող չենք։ Մենք հայտնում ենք բացարկի մասին։ Համապատասխան դիմումը ներկայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բոլոր այն կուսակցությունները, ովքեր չունեն նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն եւ շարունակելու են մասնակցել, ապահովում են Նիկոլի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ փոշիացված բոնուսային ձայները։ Այլ հնարավորություն Նիկոլը վերարտադրվելու չունի։ Չափսոսալով ներդրված ռեսուրսները, ժամանակը, առողջությունը, նյարդերը, դրամական միջոցները մենք դուրս են գալիս մրցապայքարից, ապացուցելով, որ Ալյանս կուսակցությունը իրական, իսկական արտահամակարգային ընդդիմություն է, վերապահելով մեզ այսուհետ արմատական պայքար ու ժողովրդական ալիքի ձևավորման հավակնություն, եթե Աստված մի արասցե նրանք հաղթեն այս ընտրություններում։